Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլ ֆորումի հերթական եթերն է։ Ես ճիշտ ասած մտածում եմ ինչ բացում կարող եմ անել, բայց երբ արխիվում կա գավաթը, ինձ թվում է բոլորի համար արդեն պարզ է, թե ինչու ենք մենք հավաքվել։ Շատ քիչ է մնացել աշխարհի գավաթի խաղարկությանը, աշխարհի առաջնության մեկնարկին եւ այսօր գործընկերներիս Արտուշ Հարությունյանի, Էդմոն Մարտիրոսյանի եւ Հայկ Հովհաննիսյանի հետ քննարկելու ենք հենց գալիք աշխարհի առաջնությունը, բայց մինչև այս քննարկումը բացել է, եկեք նախ խոսենք, ինչ ասոցիացիա է առաջացնում այս գավաթը ձեզ հետ եւ երբ եք սկսել այս հրաշալի մրցաշարը դիտել։ Սա իսկական գավաթն է։ Ես դեմ չէի լինի, որ իսկականը լիներ, բայց էլի վատ չէ, ամեն դեպքում ունենք։ Ես շատ ավելի հին հիշողություններ ունեմ աշխարհի գավաթից, բայց վերջին 3.5-4 տարվա ընթացքում երբ տեսնում եմ այս գավաթը, վեղարով Մեսին է աչքերից դիմաց գալիս, խեղճին թույլ չտվեցին իմ կարծիքով այդ պահը վայելել, եթե հիշում եք, տենց անհասկանալի նայում էր, աջ ծախ թե ինչ են ինձ անում, այս ինչ շորա, որ ես պետք է հագնեմ եւ գնամ գավաթը բարձրացնեմ, ու չգիտեմ խի առաջինը իմ աչքերին այդ տեսարանն է գալիս։ Մա փոքր այսպես կոնտակտ ստեղծեմ ձեր մեջ, հետո դուք շարունակեք, էլի։ Նստած ես Էդմոն Մարտիրոսյանի կողքին, խոսում ես վեղարով Մեսիի մասին, վախ չկա։ Դե Էդմոնն էլ կարող է կան գուղով Ռոնալդոյի մասին խոսել, ինչ ասեմ։ Չէ, Ռոնալդոյի մասին կխոսեմ աշխարհի առաջնության ավարտից հետո, երբ գլխավերևում պայի աշխարհի գավաթը։ Իսկ ես առաջին անգամ աշխարհի առաջնության հանդիպում 2006 թվականին եմ դիտել, բայց աղոտ հիշողություններ ունեմ, 2010 թվականի բոլոր խաղերը դիտել եմ եւ երևի թե հիշողություններս ավելի շատ հենց 2010 թվականից են գալիս։ Ես ճիշտ եմ կռահում, որ Հայկի համար առաջինը 70-ականների, 80-ականների մունդիալն է։ 1930-ի երևի։ Եկեք Հայկին հանգիստ թողնենք, Հայկը կպատմի, Հայկ, ասա։ Առաջին 98-ի մունդիալն եմ տեսել։ Գիտես, երբ ինտերնետ չկար, տենց լրատվական միջոցները շատ չէին, մեկ ֆուտբոլիստ եթե առանձնանում էր, բոլորը այսպես սկսում էին դրան քննարկել ու այդ մունդիալի ժամանակ Ռոնալդոն, բրազիլացի, ամենակննարկող խաղացողները աշխարհում, բոլոր երեխաները, մեծերը, բոլորը բակերում խոսում էին նրա մասին։ Ես ասացի, օքեյ, հələ գնամ Բրազիլիայի հավաքականի խաղը, տեսնեմ այդ ինչ առանձնացող ֆուտբոլիստ։ Խաղը նայում եմ 10 համարը թիմի, Ռիվալդո անունով, շատ ավելի լավ էր խաղում, իսկականից ինքն էր առաջնորդում թիմին, Դանիայի դեմ այդ լեգենդար քառորդի եզրափակիչում եւ նրա դուբլը օգնեց Բրազիլիային դուրս գալ քառորդ եզրափակիչից, կիսաեզրափակիչ, հետո կիսաեզրափակիչում նա գոլային փոխանցումը նաեւ կատարեց ու եզրափակիչում, երբ որ բրազիլացիները այդ թվում Ռոնալդոն հանկարծ անհետացան, միայն Ռիվալդոն եւ կապ ունեին իմ հիշելով ամենալավը խաղում այդ եզրափակիչում բրազիլացիներից եւ այդ երկուսով չկարողացամ։ Ես Հայկի թեման շարունակեմ, Հայկը շատ հարազատ թեմա բացեց, ասում է այդ ժամանակ հնարավորությունները շատ չէր դիտելու, իմ պատմությունը ավելի բարդ է եղել։ Ես քանի որ գյուղում եմ ծնվել, գյուղում բոլորը չէ որ ունեին էլի հնարավորություն դիտելու, շատ քիչ ալիքներով էին ցույց տալիս ու ես 2002 թվականի աշխարհի առաջնությունը դիտել եմ հարևանիս տանը, իրենք տնային գործերով էին զբաղված, ես առավոտյան արթնանում էի, գնում էի իրենց տուն եւ նայում էինք այս ճկնախ գավաթի մասին առանձին գրվող պատմություններ։ Հիմա եկեք սկսենք այստեղից։ Երբ ասում ես աշխարհի գավաթ, աշխարհի առաջնություն, Մեսին մի կողմ դնենք, ես հասկանում եմ, որ դու Մեսին շատ ես սիրում, բայց առաջին ասոցիացիան, առաջին ֆուտբոլիստը ով է քեզ համար առաջացնում։ Տես կպատասխանեմ Ռոնալդինյո, քանի որ իմ առաջին մունդիալը ոչ ամբողջական, այն ժամանակ դեռ երեխայի եղել է 2002-ի մունդիալը, երևի ամբողջությամբ դիտել եմ միայն եզրափակիչը, բայց ես սկսեցի ֆուտբոլով հետաքրքրվել տեսնելով 2002-ին Ռոնալդինյոյի խաղը Բրազիլիայի հավաքականում, զարմանալի է որ չդարձա Բրազիլիայի հավաքականի երկրպագու, բայց հենց Ռոնալդինյոն իր կերպարով, իր խաղով ու հատկապես Անգլիայի հավաքականին խփած այդ գոլը շատ տպավորվեց, ես սկսեցի հետաքրքրվել ֆուտբոլով։ Էդման Եթե օրինակ ասեմ ամենատպավորած ֆուտբոլիստը աշխարհի առաջնություններում կտամ Մբապեի անունը, բայց եթե ուրիշ ձև պատասխանեմ հարցին, այսինքն որ ֆուտբոլիստին եմ հիշում, եթե ասում ենք աշխարհի ասոցիացիայի մասին է խոսքը։ Ես երևի թե կասեմ Պելե, հասկանալի է, իր խաղը չեմ դիտել, բայց այնքան շատ ենք լսել։ Այդ հայտնի նկարը երևի Հա, 3 անգամ հաղթել է աշխարհի գավաթը ու երբ որ ասում են խոսում ենք աշխարհի առաջնության մասին, ես առաջին հենց Պելեին եմ հիշում, չնայած որ հասկանալի է, հարգելի պատճառներով իր խաղը չեմ դիտել։ Բայց այդքան էլ հարգելի չէ Էդմոն։
Կրկնությունը կա ինտերնետում գոնե, կարող ես YouTube-ում նույնիսկ նայել։ Վիդեոներ པարզ է նայել։ Օրինակ, Հենդրիկը քո կարծիքով ինչպես է դարձել Բոբի Չարլտոնի երկրպագու։ Ես մի քիչ թեման ուրիշ կողմ տանեմ, նկատում եք աշխարհի առաջնությունը ինչքան մեծ ազդեցություն է ունենում ֆուտբոլիստի ամբողջ կարիերայի վրա, մեկ խաղը կարող է ամբողջությամբ փոխել կարիերան։ Ես ուզում եմ այդ օրինակը բերեմ Զիդանի վերաբերյալ, որովհետև նույն 98-ի մունդիալում ինքը իսկապես ոչինչ չէր արել մինչև եզրափակիչ։ Նույնիսկ կարմիր քարտել էր ստացել, որակազրկվել էր, եւ որքան կարեւոր է թիմակիցների հաջողությունը մեկ այլ ֆուտբոլիստի կարիերայում, որովհետև հանկարծ իրեն Թուրամը որոշում է, որ կյանքում գոլ չխփի Ֆրանսիայի հավաքականի կազմում, հանկարծ կիսեեզրափակիչում դուբլ անի։ Միակ երկու գոլն է, որ ինքը խփել է Ֆրանսիայի հավաքականի կազմում մոտավորապես 140 խաղում։ Լորան Բլանը Պարագվայի դեմ խաղի վերջի րոպեին կարողանա գոլ խփի, չգնա 11 մետրանոցներ։ Նույն 11 մետրանոցներում հանկարծ մրցակիցը վրիպին Դինո Բաջոն էր, կարծեմ, որ Դիբիաջոն էր, որ վրիպեց, ու այդ ճանապարհը Ֆրանսիան անցավ առանց Զիդանի, որոշիչ խաղում 2 գոլ, այն էլ գլխով, հիշում ենք նա գլխով հազվադեպ էր գոլ խփում, ու միանգամից լեգենդի կարգավիճակ։ Ու ինքը ամբողջ կարիերայի ընթացքում լինելով ֆենոմեն, արտակարգ ֆուտբոլիստ, միևնույն է իր կյանքում այդ որոշիչ պահերին միշտ մարզական բախտը կամ իր վեհությունը կարողացել այնքան բարձրացնել, որ հենց այդ պահին կարողանան առանձնանալ։ Այդ գործոնն է, որ նա այս աստիճան լեգենդար է։ Համաձայն եմ, որ յուրաքանչյուր դրվագ մանավանդ աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստի վրա մեծ ազդեցություն է ունենում։ Նույն վերջին մունդիալը կարող ենք հիշել Կոլոմուանի վրիպումը, ու հետաքրքիր է, որ շատ խոստումնալից ֆուտբոլիստ չէ համարվում 2022 թվականի դրությամբ, ու ուներ բարձր որակներ եւ դեռ ունի բարձր որակներ, բայց իմ կարծիքով ամենայն դեպս այդ վրիպումը պատճառ դարձավ, որ նա հոգեբանորեն կոտրվեց ու չկարողացավ բացել։ Հիմա եկեք շարքը շարունակենք։ Ես համաձայն եմ, կան լավ ու վատ ասոցիացիաներ, օրինակ Ֆաբիո Գրոսոն։ Շատ մեծ ներդրում չէր ունեցել, չէ՞, մինչև եզրափակիչ, բայց հիմա այսօր լսում եմ 2006-ի մունդիալ, միանգամից գալիս է Ֆաբիո Գրոսոյի գոլից հետո այդ վազքը, թե ինչպես էին նաև վազում լավության։ Շակիրայի վակավական հենց այդ կադրով է, չէ՞, սկսում։ Լավ, թողեք ես էլ ասեմ, օրինակ ինձ համար 2002 թվականի աշխարհի առաջնության ժամանակ լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդոն է եղել։ Ես իր շնորհիվ սիրել եմ ֆուտբոլ խաղը, բայց ես Սուրեն Բաղդասարյանի շնորհիվ այդ առաջնության ու առհասարակ իմ կյանքում աշխարհի գավաթի այդ գլխավոր ասոցիացիան վերցրել եմ Պարագվայի հավաքականի դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտից, այո, որովհետև այնպես էր ներկայացնում, այնքան տեսանելի էր դարձնում, որ զգայական տեսանկյունից ամեն ինչ փոխվում էր։ Հիմա երբ ես լսում եմ, շատ կարևոր մեծ հարց առաջանում։ Օրինակ, առաջ, երբ որ աշխարհի առաջնությունը մոտենում էր, ես սպասում էի դրան։ Ես օրերն էի հաշվում, որ սկսվելու են խաղերը, պետքա նորից այդ աուրան զգալ, բայց հիմա այդ զգացողությունը մի քիչ կորել է իմ մոտ։ Այդ ձեր մոտ ոնց է ասոցիացիան, փոխվել է, ինչ զգացողություններ են։ Ճիշտ ասած, հիմա մի փոքր այլ զգացողություններ են, քանի որ մենք սպասում ենք մունդիալին ոչ միայն դիտելու, այլ նաև մեկնաբանելու համար։ Դու այդ հարցին երևի ավելի լավ կպատասխանես, քանի որ մեկնաբանել ես մունդիալի խաղեր։ Բայց չգիտեմ, երևի ֆորմատն էլ է մի փոքր փոխվել, կան էկզոտիկ հավաքականներ, երկրներ, որոնց այո թույլ են, բայց հետաքրքիր լինելու է տեսնել։ Օրինակ, ես շատ մեծ ցանկությամբ սպասում եմ Կյուրասաուի առաջին խաղին, բարձր չէ, որ ընդգծված աուտսայդեր է, գուցե գոլ էլ չկարողանա խփել մրցաշարի ընթացքում, 150,000 բնակչություն ունեցող կղզի, բայց ազգային լավ ֆուտբոլիստներ կան թիմում։ Նայում ես ֆուտբոլիստներ են, որ Նիդերլանդերի առաջնությունում են օրինակ հանդես գալիս, այսինքն այդքան էլ անհույս վիճակում չէ։ Նախորդ մունդիալում օրինակ Պանամայի հավաքականը շատ ավելի անօգնական թիմ էր, բայց Պանաման ունեցավ ինչ-որ հաջողություններ։ Դու ինչ կասես։ Չէ, իմ համար զգացողությունները շատ չեն փոխվել։ Ես հիշում եմ նույնիսկ 2022-ին էլ շատ մեծ սպասելիքներ ունեի, սպասում էի, թե երբ է մեկնարկելու աշխարհի առաջնությունը, հիմա էլ նույն զգացողություններն ունեմ ու սենց ասեմ, հիշողությունների գիրկն եմ ընկնում, թե 2010 թվականին ոնց էի օրերը հաշվում, որ հեսա մունդիալի առաջին խաղն է լինելու, ինչքանով է էպիկ, որ 2010-ի առաջին խաղն էլ չէ, Մեքսիկա։ Այո, հիշում եմ, դեռ 2006-ի մունդիալը բոլոր 32 երկրների դրոշները սարքել էի, շատ գեղեցիկ էին, բայց ափսոս չպահպանվեց, չեմ հիշում թեղի, ու
բոլոր խաղերը դիտել եմ ու յուրաքանչյուր խաղի ժամանակ հեռուստացույցի վրա աջ ու ձախ կողմերում դրված էին այդ երկրների դրոշները։ Խաղացանք չես ունեցել, որ առանձնացրել ես պտիչկաներով, հետո վերջում։ Ընդ որում մեկը չէ, մի քանիսը տարբեր ձևաչափի խաղացանք էր։ Հայկը ավելի հին սերունդի ներկայացուցիչ չէ։ Ինձ թվում է Հայկը ավելի լավ բաներ կպատմի, հələ։ Ես բանել ասեմ, թող Հայկը շարունակի։ Ես հիշում եմ 2010 թվականին Վարդենիսում էի խաղերը նայում պապիկիս հետ ու մենք մի հատ կալենդար ունեինք, ամեն առավոտ հաշիվները թարմացնում էինք Պորտուգալիայի հավաքականը, որ պայքարից դուրս մնաց, դե Պորտուգալիայի հավաքականին էի երկրպագում, Իսպանիայի հավաքականից 2010 թվականին Իսպանիայի հավաքականից դուրս մնաց, առավոտը զարթնեցի, տեսա, որ հաշիվը գրել է, ջնջեցի, հակառակ փոխեցի։ Մտածում էի այդ ազդեցություն կունենա, բայց չէ։ Դու պատմի։ Այն մասին, թե ինչպես են վերաբերվում հիմա մունդիալին, զգացողությունների տեսանկյունից։ Գիտես, Արտուշը ճիշտ նկատեց, որ մեկնաբանական գործոնը ազդում է ու ընդհանրապես, եթե դու մեկնաբանելիս ես լինում ինչ-որ շատ հետաքրքիր կամ սպասված խաղ, հատկապես քո կողմից շատ սպասված խաղ, 2-3 օր առաջ նույնիսկ քեզ թվում է թե ամեն ինչ նորմալ է, բայց որքան մոտենում է այդ պահը, այնքան այսպես ալիքը սկսում է բարձրանալ, այն Inception ֆիլմում որ կանգնած է Դիկապրիոն, մեկը տենում է ալիքը հետս հետը այդ շենքի մեջ է մտնում։ Իդեպ երեք հենց այդ էի նայում։ Հա, իմացար որ այն սկզբում ֆիլմի, որ այդ պահը կա, այն որ ինքը մի հատ շենքի մեջ է, մեկը կամաց ջուրը սկսում է գալ։ Սկսես քննարկել։ Ու այդ հանճարը ֆիլմը իդեպ կարող ես նայել։ Դες վստահ եմ նայել է այդ մոնը։ Ու այդ պահը, երբ որ արդեն մոտենում է եթեր մտնելու պահը, այն որ արդեն դու սկսում ես հասկանալ ֆուտբոլիստներին, որոնք պատկերացնում ես, որ իրանք են այդ պահին խաղադաշտ մտնում, այդ երեխեքին ձեռքները բռնած, այնտեղ տեսում են օրինակ Champions League-ի օրներք, իրենց ակումբի օրներքը կամ իրենց հավաքականի ու հասկանում ես, թե ինքը քո համեմատ մոտ 100 անգամ իր պուլսը ավելի արագ է խփում ու դու սկսում ես հասկանալ, որ ինքը կարող է այդ լարվածության ընթացքում ինչ որ ակնհայտ սխալներ անի, որ ինքը կյանքում չէր անի։ Ու որովհետև դա դու ես անում այդ երբեմն այդ սխալները այդ լարվածությունից։ Այնպես որ աշխարհի առաջնությունը ես զգում եմ, որ հետս ինձ վրա ավելի դրական է ազդում, այդ լիցքերը գալիս են ու ես սպասելու եմ։ Տես նաև ինչի վրա եմ ուշադրություն դարձնում, մենք խոսում ենք մեր սպասելիքներից ու մեր տրամադրությունից, բայց իմ կարծիքով մունդիալը Եվրոպայի առաջնություններն էլ, բայց հատկապես մունդիալը երեխաների համար ֆուտբոլ խաղին սիրահարվելու առաջին քայլն է, որտեղ դասեր չկան ամառային արդյունած ձմռանը մենք ունեցանք մունդիալ տարիներ առաջ, բայց ասոցացվում է նաև ամռան հետ, երեխաները սկսում են նայել, սկսում են հետաքրքրվել, հատկապես այսինքն ապագա ֆուտբոլիստները, ֆուտբոլասերները հենց երազանքը կերտում են այդտեղից, հատկապես նաև ապագա ֆուտբոլիստների, այո, աշխարհի առաջնություն առաջին անգամ դու ծանոթանում ես խաղին, խաղի կանոններին, աստղերին, սկսում է գրավել եւ քո ֆուտբոլային ճանապարհորդությունը սկսվում է հենց աշխարհի առաջնությունից։ Դու ասա։ Ես էլ ասեմ, նախ նշեմ, որ սա իմ առաջին մունդիալը չէ։ Նախորդ մունդիալից առաջ մեկնաբանական մրցույթ կար, 4 մեկնաբաներով հաղթեցինք եւ 4 մեկնաբաներից 3-ը հիմա շարունակում է ակտիվ մեկնաբանական աշխատանքը։ Այնքան մեծ էր պատասխանատվությունը ամեն դեպքում հանրային հեռուստատեսությամբ էինք մեկնաբանում, որ ամեն խաղից առաջ չեմ վախենա ասել, ինչ որ պայի կորցնում էինք իրականության զգացումը։ Ամեն դեպքում ինձ մոտ այդպես է եղել։ Առաջին խաղը Ուրուգվայ-Եգիպտոս խաղն է, եթե դուք ինձ հարցնեք այդ խաղից որոշ թեթև դետալներ, ես ոչինչ չեմ հիշի։ Այսինքն ամբողջ մունդիալը մեկնաբանեցի, մինչև կիսաեզրափակիչ հասա, բայց այդ մունդիալը մի տեսակ դատարկ տեղ է իմ հիշողության մեջ։ Հիմա այս մունդիալը, որ պետք է մեկնաբանենք, այստեղ որոշակի ճանապարհ եմ անցել ու հիմա զգայական տեսանկյունից ավելի շատ եմ պատրաստ դրան եւ ավելի շատ եմ սպասում ու սա առաջին անգամն է երևի մեկնաբանական կարիերայի ընթացքում, որ հավանաբար ես իմ արածի գնահատականն եմ տեսնելու լիարժեք։ Հիմա էլ չունեմ արդարանալու տեղ, որ նոր եմ սկսել, հիմա էլ չունեմ ավելացելու ոչ մի տեղ։ Հիմա պետք է ցույց տամ։ Ոչ ճնշումը համեմատաբար քիչ է զգում։ Ճնշում չեմ զգում, ավելի շատ ես ուզում եմ իմ արած գործից հաճույք ստանամ։ Ես եթե նորից հիշեմ Ռոնալդինյոին ու նորից 2006-ի մունդիալը, դե այն ժամանակ բոլորը սպասում էին, չէ՞, նրա խաբկերին, ասում էր, որ առաջիկա աշխարհի առաջնության համար նոր խաբկ է մտածել։ Հիմա դուք որպես մեկնաբաններ նոր հնարքներ մեկնաբանական մտածել եք թե։ Այ Էդմոնը սովորաբար բոլոր խաղերի համար մտածում է։ Այսօր վերջում կասես ինչ ես ուզում այս մունդիալում տեսնես։ Լավ, եկեք հիմա ավելի լուրջ դարձնենք մեր զրույցը։
Երբ էր անլուր։ Չէ, մենք հիմա մեր հիշողությունների մասին էինք խոսում, գուցե հեռուստադիտողներից կամ YouTube-յան ալիքի դիտողներից շատերը առաջ տան, որովհետև շատերին կարող է նաև չհետաքրքրի, բայց ամեն դեպքում մենք կիսվում ենք մեր հիշողություններով։ Հիմա եկեք խոսենք ֆորմատի մասին։ Աշխարհի առաջնության այս նոր ֆորմատը ինչով է ավելի լավը դարձնում մունդիալը եւ ինչով է ավելի ոչ դիտարժան դարձնելու։ Դե ինչպես արդեն ասել եմ, լավ, sense ձևակերպենք, աշխարհի առաջնությունը այսուհետև աշխարհինն է, որովհետև ավելի շատ երկրներ են մասնակցում, բայց մյուս կողմից էլ բազմաթիվ խաղեր են լինելու, հատկապես խմբային փուլում, որ FIFA-ի դասակարգման աղյուսակում երկու թիմերի միջև տարբերությունը ահռելի է լինելու, այսինքն, չգիտեմ, օրինակ ունենք Պորտուգալիա-Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն խաղ կամ Պորտուգալիա-Ուզբեկստան, այդ առումով Պորտուգալիայի բախտը մի փոքր բերել է, ունենք Արգենտինա-Հորդանան։ Եվ այս խաղերի շարքը դեռ երկար կարելի է շարունակել։ Այնպես որ երևի նոր գլխավոր ռմբարկը կունենա աշխարհի առաջնություն։ Դες հասկացա դու ես ակնարկում։ Չէ, իրեն չեմ ակնարկում։ Մբապեի հետ չես։ Լավն է։ Մբապեի հետ էի։ Ես էլ եմ Մբապեի։ Դու իրան չես հասկացել։ Ես Քեյնին էի ակնարկում։ Չէ, Քեյնը դեռ շատ պետք է։ Եվ լավ է, եւ վատ։ Այսինքն, այն որ մենք ավելի շատ քանակությամբ խաղեր ենք դիտելու, երևի թե դրական կողմը դա է, հա, ճիշտ եմ Դրական հասկանում։ կողմը- Իսկ մրցակցության տեսանկյունից չես կարծում, որ նախ ֆուտբոլիստերին հյուծելու է Առանց այդ հյուծիչ մրցաշրջանից հետո են գնում։ Ես օրինակ կարծում եմ աշխարհի առաջնության մեկ խաղը իր ծանրաբեռնվածությամբ, տրամադրվելու պատասխանատվությամբ ավելի բարդ է, քան օրինակ ներքին առաջնության Արի երկու գիտես նաև ինչը հաշվի առնենք, արի հաշվի առնենք լոգիստիկ խնդիրները, որ լինելու են աշխարհի Դե դա բնականաբար մենք դրա մասին խոսում ենք։ Եղանակային պայմանները։ Մենք ունեցանք փորձ 1 տարի առաջ, երբ ակումբային մունդիալներ նման ձևաչափով կայանում, նախ դա էլ է ծանրաբեռնվածությունը ավելացնում։ Այսինքն մրցաշրջանը չավարտված, սկսեց N1-ը, հիմա ավարտվել է, սկսում է աշխարհի առաջնությունը, տարբեր երկրներ, Մեխիկոյում օրինակ շատ բարձր է մակերեսը ծովի մակարդակից, հետո գալիս են օրինակ Մայամի, այդ կիզիչ արևի տակ, ու երևի թե հաջողության կհասնեն ավելի շատ այն թիմերը, որոնք որ ունեն լավ ֆիզիկական պատրաստվածություն։ Ու նաև ակնարկում ես լատինամերիկյան թիմերը, որ այդ կլիմային ավելի մոտ են, հա։ Գուցե։ Ու նաև քանի որ լավ թեմա բացեցիր, մենք սովոր էինք եվրոպական հեգեմոնիային մունդիալներում, Արգենտինան այդ շարքը ավարտեց, ինչու ոչ կարող է հիմա այդ շարքը շարունակվել։ Նույն օրինակ չեմ գալիս հիմա ֆավորիտներին, բայց Չէ, այդ առանձին թեմա է։ լավ, ուրեմն եկեք թողնենք թեման։ Խնդրեմ, Էդմոն։ Ձևաչափի մասին, հա, իրոք շատ թույլ հավաքականներ հնարավորություն են ստացել մասնակցել աշխարհի առաջնությանը, իրենց համար դա ազգային տոն է, այդ առումով շատ լավ է, հա, իրոք նվեր է, ու նույնիսկ հաջորդ աշխարհի առաջնությունից արդեն ուզում են ավելի շատացնեն, չէ, թիմերը։ Արդեն շատ կլինի երևի, հա, բայց ամենայն դեպս ես վատ կողմով չեմ նայում։ Գիտես ինչն է, երկրպագուների համար էլ լավ է, ավելի շատ աշխարհի առաջնության խաղեր կդիտեն։ Ես օրինակ ինձ վախեցնում է այն միտքը, որ անընդհատ հանդիպում եմ, դե ասում են խմբային փուլում թոփ հանդիպումներ համարյա չկան։ Ու կան, բայց քիչ են։ Դե լավ, այդ աշխարհի առաջնությունը կարելի է նայել 1/8 եզրափակիչից։ Այս միտքը նախկինում չի եղել։ Շատերն են ասում, հասկանում ես, եւ դա մենակ ես չեմ ասում։ Դու ինչ կասես, Հայկ։ Ես կարծում եմ, որ հիմա պարզապես ֆուտբոլը այնքան շատ հասանելի է, որ կարող է նման միտք ինչ-որ մեկի մոտ առաջանալ։ Նախկինում դու այդքան Բայց դա չի արժեզրկում աշխարհի միանշանակ չի արժեզրկում, հատկապես ֆուտբոլիստները բոլորը փաստում են, որ իրենց համար դա ֆուտբոլում թիվ 1 մրցանակն է։ Վերջերս նաև Յամալը այդ մասին հայտարարեց, այն դեպքում, որ ինքը հաստատ այլ մրցանակներ էլ է ունենալու։ Ես ֆորմատի մասին գիտես ինչ կասեմ։ Տես, օրինակ ես սովորաբար համարում եմ, որ ազգային առաջնությունը կամ նման ֆորմատի մրցաշարը իդեալական ցույց է տալի ուժերի հարաբերակցությունը։ Երբ դու մրցում ես բոլոր քո մրցակիցների հետ, նրանք էլ նույն պայմաններում քո հետ, տանը դրսում եւ ով ավելի կայուն եղավ, նա էլ հաղթում է։ Աշխարհի առաջնության դեպքում նման բան հնարավոր չի անցկացնել, քանի որ ակումբային ֆուտբոլը խանգարել եւ սա միակ միջոցն է։ Նման պարագայում ինձ դուր է գալիս, որ հնարավորություն ունենք փլեյոֆյան շատ խաղեր դիտել, որովհետեւ 1/16 եզրափակիչից է սկսելու փլեյոֆը, իսկ փլեյոֆում թիմերի տրամադրվածությունը մի քիչ ուրիշ է։ Իհարկե աշխարհարարությունը էլի խմբային փուլում շատ մեծ ներդրում են արել, առաջի երկու տուրերում լավ փլեյոֆի վայբը ուրիշ է, էլի։ Ես խնդիր եմ տեսնում ստեղ։ Օրինակ մի շարք հավաքականներ, նույնք ու ասած անցումային փլեյոֆ 1/16 եզրափակիչ դուրս են գալու 3-րդ տեղով։ Այսինքն
2016-ի Եվրոն Էդմոնը ժպտաց։ Հնարավոր է լավ չանց կասնես խմբային փուլը, նույնիսկ ձախող ես, բայց հայտնվես play-off-ում Դե բայց Չեմպիոնների լիգայի ձևաչափն էլ է մոտավորապես այդպես։ Չէ, Չեմպիոնների լիգայի ձևաչափը էս Անցումային play-off-ից հետո շարունակել եւ դառնալ գավաթյալիներով top 15-ը եղել։ Play-off-ին մասնակցի աշխարհի առաջ։ Չէ, անցումային play-off հասկացողություն էլ չկա, 1-16 է, ու շատ հետաքրքիր են լինելու խաղերը, որովհետև երբ այդ մեկ խաղն է որոշիչ, դու հասկանում ես, որ թե ֆուտբոլիստների համար, թե երկրպագուների համար, թե նրանց ամբողջ երկրի համար, թե դիտողների համար նաև Հայաստանում լրիվ ուրիշ է, լրի սպասելիքներ ուրիշ են, այն որ պահի կարևորությունը լրիվ ուրիշ է։ Որոշիչ է դառնում play-off-ի խաղերում, բայց խմբային փուլի առաջին 2 տուրերի խաղերն էլ հետաքրքիր կլինեն։ Երրորդ տուրը հնարավոր է մի քիչ տարբերվի, որովհետև շատ հավաքականներ արդեն իրենց տեղը ապահովված կլինեն, այդ առումով մի քիչ կարա տարբերվի։ Մի հատ ուրիշ թեմա էլ ասեմ, գնալով փոխվում են ֆուտբոլ խաղի կանոնները։ Տեխնոլոգիաները ավելանում են։ Օրինակ դա չի խանգարում ձեզ այն նախկին զգացողությունները ունենալ։ Ես հիմա, չգիտեմ, մի տեսակ ֆուտբոլիստներին ռոբոտի նման եմ սկսել վերաբերել։ 5 վայրկյանում պետք է գցել։ Բա լավ, կարող է այդ մարդու ձեռքը ցավում է, պետքա կարգավորի ինչ-որ խնդիր։ Չէ, Արմեն, համաձայն չեմ։ Այդ տեսանկյունից ինչ կասեք։ Նախ նոր կանոններ եկեք ներկայացնենք։ Ես լրիվ ներկայացնենք։ ոգի եմ բոլոր կանոնների հետ։ Դες իրականում ֆուտբոլը կանոններում շատ արագ սպորտ է։ Եթե բոլոր կանոնները պահում ես, այդ թվում առաջ 6 վայրկյանի օրենքեր, հիշում ես, որ դարպասապահ պետք է։ Ոչ ոք չէր պահում, իդեպ հետազոտություններ կատարվել, յուրաքանչյուր դարպասապահ միջինը 16 վայրկյան էր պահում գնդակը։ Դրանից հետո մտցրեցին 8 վայրկյանի օրենքը եւ այլ 8 վայրկյանով յուրաքանչյուր դրվագը դարպասապահի միջամտության արագացավ։ Շատ ենք, չէ՞, որ միայն արագացման, որովհետև դու նայում ես ուրիշ սպորտաձևերը, հրթիռային արագությամբ խաղում են, ֆուտբոլում տենում ես ինչ-որ sense կանգնեցին, մարդիկ մտածում այս փոփոխությունները, որ եթե նշանակվի սխալ անկյունային, վառը կարող է միջամտել։ Եթե լինի սխալ տեղին քարտ, մի հատ հարց տամ, էլի, այսինքն եթե այդ անկյունայինից գոլ լինի նոր կարող ուսումնասիրել։ Չէ, նախապես կարող։ Երբ նշանակվում է անկյունային ու սխալ է, արդեն վառը դիտում է եւ ուղղում է։ Այնց այդտեղ է խնդիրը։ Բա որ չմիջամտի սխալ նշանակված անկյունայինից ու մենք տեսել ենք գոլեր բազմաթիվ։ Անարդարություն։ Ինձ ամենաշատը նաև դուր եկավ այն բյանը փակելու օրենքը, որ իրավունք չունեմ, Վինիսիուսի անվան օրենքը։ Վերջապես երևի ռասիզմից կկրծնենք։ Այդտեղ հստակ բայց նշված։ Ռասիստական արտահայտություն։ Խոսքը միայն ռասիզմի մասին չէ։ Մի արի քաղաքական դաշտ։ Չէ, նկատի ունեմ շատ լավ այդ օրենքը, որովհետև արդեն ոնց որ ֆուտբոլիստներն էլ խուսափեն։ Ինձ օրինակ շատ ուրախացնում է, որ երբ որ խաղից դուրս վիճակի ժամանակ օգնական ազդանշան է ստանում ու այդ պահին դադարացնում է, դա ֆուտբոլիստներին շատ է օգնելու, որովհետև գնում ես գնդակի հետևից գրոհ շարունակում ես, էմոցիոնալ պարումով սպառվում ես ու հետո արդեն նորից հիասթափություն առաջանում։ Այս տեսանկյունից էլ ինձ թվում է, այս օրենքին օրինակ ես շատ Բայց տենց օրենք չկա։ Կա սահմանված չափ, եթե չափը գերազանցում է, ավտոմատ արդեն խաղից դուրս է արձանագրվում։ Այ կիսա ավտոմատ խաղից դուրսի մասին է խոսքը, հասկացա։ Մի հատ շատ հետաքրքիր թեմայից եկեք խոսանք։ Մենք երբ որ խոսում ենք եվրոպական տարբեր ակումբների մասին, գրանդ ակումբների մասին, մենք օրինակ հստակ գիտենք, որ Լիվերպուլը խաղում է այսպես, Բարսելոնան այնպես, հստակ մարշչական ձեռագիր ենք տեսնում։ Այ այս աշխարհի առաջնության ժամանակ որ հավաքականներին կարող ենք առանձնացնել, որ ունեն հստակ խաղային ձեռագիր ու այդ ձեռագիրը իսկապես խաղից խաղ մենք նկատել ենք։ Ես օրինակ հիշում եմ Իսպանիայի հավաքական։ Միակը կամել։ Չէ, ես էլի հավաքականների անկախ նրանից այդ ձեռագիրը ում է դուր գալիս, ում դուր չի գալիս, հաշվի առնելով թե Դեշամը որքան երկար է Ֆրանսիայի հավաքականի ղեկին։ Այսինքն դու այդտեղ ձեռագիր ես տեսնում։ Այո։ Այսինքն Դու չեք Արմենին։ մի րոպե, ձեզ թվում է, որ եթե Ֆրանսիայի հավաքականը պրագմատիկ է խաղում, Դեշամը ուղղակի ինտրումակազմ ասում է գնացեք, ոնց կարող եք խաղացեք։ Ես կավելացնեմ նաև Արգենտինայի հավաքականին, որովհետև եթե մենք խոսում ենք թիմային խաղից, Սկալոնին իսկապես նախորդ մունդիալը հաղթեց թիմային խաղի միջոցով նաև ուժեղ անհատի կամ անհատների։ Հիմա ես ավելի շատ թիմային խաղ չունեմ ակնկալիքներ շատ, որ Արգենտինան չեմպիոն կդառնա։ Քանել Արգենտինայի մասով համաձայն չեմ, որովհետև այստեղ քո սիրելի հավաքականից դու կարող ես խոսել, հա? Խոսեմ ես։ Գիտես ինչ տպավորություն ստացա ես նախորդ մունդիալից, կոնկրետ Արգենտինայի հավաքականից, որ ոչ թե, չգիտեմ, ինչ-որ կոնկրետ խաղային ձեռագիր կար։ Իհարկե կային բաներ, որտեղ մարզիչը շատ լավ աշխատել էր, բայց ավելի շատ բոլոր ֆուտբոլիստները միասնական եղան Մեսսիի կողքը կանգնեցին, բայց դա էլ է կամք, դա էլ է ձեռագիր։ Կոնկրետ խաղային դետալների։ Լավ, հարցս մի քիչ փոխեմ, հետո դու քո մտածած ձևով էլի կպատասխանես։ Ձեզ դուր եկած ֆուտբոլով
որ հավաքականներն են, որ նայում ես հաճելի է։ Օրինակ, տես, ես սպասում եմ, որ դու սենց հարց տալու ես։ Բայց չեմ համարում գլխավոր ֆավորիտը իդեպ։ Ով կդառնա մունդիալի գլխավոր հայտնություն, ես այդ հարցն էլ կտամ Նորվեգիայի հավաքականի, ինձ դուր է գալիս նաև Նորվեգիայի հավաքականի ձեռագիրը։ Նախ կան վառ աստղեր։ Այսինքն այս քողարկված ֆավորիտների մասին ենք սկսում խոսել։ Այո, բայց մինչև քողարկված ֆավորիտներին հասնելը ինձ դուր է գալիս Նորվեգիայի հավաքականի խաղը։ Կարող եք ասել ինչ ոճով է խաղում Նորվեգիայի հավաքականը։ Ես գիտեմ մի թիմ, որը ինչ ոճով է խաղում։ Իսպանիայի հավաքականը։ Օրինակ ուշադրություն չեք դարձրել եզրերով ունի Յուլիան Ռայերսոն, ունի նրա թիկունքում Էդեգոր, բայց ոնց է եզրերով գրոհում։ Դե այնտեղ որովհետև եզրային շատ որակյալ պաշտպաններ կան, որոնք շատ լավ միանում են գրողներին։ Ռուեսսոնը կա, բայց օրինակ Անտոնիո Նուսան հավաքականում վերածվում է երևի Յամալի մակարդակի, Լայպցիգում էլ է ուժեղ, լավ ֆուտբոլիստ է, բայց Լավ, ինչ ես մտածում որտեղ կհասնի Նորվեգիայի։ ինչև կարող եզրափակիչ։ Մի քիչ հեռու է տանում, բայց Պորտուգալիայի հավաքականից խոսանք, չէ։ Հայկին էլ լսենք, Հայկ դու Իսպանիային առանձնացրիր։ Տես, յուրաքանչյուր թիմը դու մոտավորապես կարող ես հասկանալ, թե ինչպես է ուզում խաղալ, բայց վառ արտահայտված խաղաոճ միայն ունի Իսպանիան, նույն Արգենտինան։ Ես հեշտ պատկերացնում եմ, թե ինչպես ինչ-որ թիմի դեմ կարող է երկրորդ համարով խաղալ, փորձել հակագրողների վրա որսալ, շատ հեշտ իրանք կգնան այդ քայլին։ Միակ թիմը, որ իր խաղաոճից չի հրաժարվի, դա Իսպանիան է։ Այստեղ լսում եմ ու այն եզակի դեպքերից է, որ ես Հայկի հետ իսկապես շատ համաձայն եմ ու Իսպանիան խաղում է ֆուտբոլ, որ նայում ես ու աչքին էլ շատ հաճելի է։ Ես օրինակ Ֆրանսիայի հավաքականի մասին էլ միշտ ուզել եմ նույն ձևակերպումը տալ, որովհետև Ֆրանսիայի հավաքականը ըստ իս այս մունդիալի 3 ամենաուժեղ կազմերից մեկը ունի։ Կարող է 2-ից 1-ներ ունի, բայց ամեն անգամ, երբ սկսվում է աշխարհի առաջնությունը, Եվրոպայի առաջնությունը, ես ասում եմ, ես ինչքան եմ ցավում, որ Դիդիե Դեշամը այս թիմի մարզիչն է։ Կարող է դարձել աշխարհի չեմպիոն, ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում, բայց տապալել այդքան ուժեղ ֆուտբոլիստների բերել հասցնել ինչ-որ մի կետի, որտեղ նորինակ Արգենտինայի հավաքականի պարտվելը իմ կարծիքով, եթե Ֆրանսիան խաղար իր ամբողջ պոտենցիալով, կարող էր երկրորդ մունդիալը հաղթել կամ Եվրոպայի առաջնությունում Շվեյցարիից դուրս մնալը։ Չի խաղացել ամբողջ պոտենցիալով։ Ինչ թվում է, չէ։ Ինչի՞ չէ գնահատում մրցակցի ուժը, խաղացել է այնքան, ինչքան թույլ է տվել մրցակիցը։ Ախր ես այդպես չեմ ասում, հավաքականը հիմնականում 3 գոլ է խփել։ Մբապեի անհատական բարձր որակի։ Այդտեղ է գալիս մարզչի աշխատանքը, եթե մարզիչը Լուիս դե լա Ֆուենտեի պես դետալներով աշխատեր ժամանակի ընթացքում այդ թիմի ամբողջ պոտենցիալը օգտագործել, Ֆրանսիան շատ ավելի զորեղ թիմ է։ Աշխարհի առաջնության եզրափակիչում առաջին խաղակեսում կատարում ես փոփոխություններ, դա արդեն նշանակում է, որ քո մեղքը ընդունում ես, այսինքն նախ սխալվել ես մեկնարկային կազմի առումով, որտեղ կա խնդրեմ, բայց իդեպ հիշում եք, թե Ֆրանսիայի քամբեքը նաև որտեղից մեկնարկեց սխալից, ում սխալից։ Չէ, սխալը նկատի չունեմ, ես Դեշամը, հա, համաձայն եմ քո հետ, որ իրականում եթե օրինակ Զիդանը լիներ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը, հնարավոր է ժամանակահատվածում ավելի լավ արդյունքներ գրանցած լինեին։ Համաձայն եմ քո հետ նաև այն առումով, որ Դեշամը շուտ հասկացավ։ Միստր Համաձայնն է, էլի, ինչ ասում ենք Համաձայնը։ Փոփոխություններ կատարեց, բայց ես եզրափակիչում հիշում եմ, թե ոնց Կամավինգան մտավ խաղի մեջ։ Կոմանի հետ միասին։ Հա, բայց Կոմանն էլ է շատ լավ խաղում։ Բայց Կամավինգան մի փոքր ավելի շատ առանձնացավ։ Ցախողվեց մի ֆուտբոլիստ, որը հետո ստացավ ոսկե գնդակը։ Այո, առաջի խաղի կեսում փոխարինվեց նույնիսկ այն աստիճան ձախողվեց 11 մետրանոց բերեց սեփական դարպասին։ Բայց այս Ֆրանսիայի հավաքականը հարցակման գիծը երևի շատ ավելի վառ է։ Կներես էլի Արտուշ, հիմա դու որ Ֆրանսիայի հավաքականի թեման բացում ես, մենք սկսում ենք առանձին թիմերի մասին խոսենք։ Այս թեման պահի, այս թեման կզարգացնենք։ Էդմոն հնարավորություն տանք վերջապես խոսել Պորտուգալիայի հավաքականից։ Պորտուգալիայի հավաքականը շատ ուժեղ է այս աշխարհի առաջնություն։ Դե լավ, վերջացրու։ Լավագույն կիսապաշտպանությունը ունի, լավագույն։ Դեշամից խոսացինք, Մարտինեսի մասին ինչ ասես։ Մարտինեսը ճիշտ ասած սկզբում, որ ինքը նշանակվեց Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ, սկզբնական շրջանում Պորտուգալիայի հավաքականի խաղերը լավը չէին։ Որակական առումով, արդյունքով չէ։ Հա, բայց որակապես, հա, արդյունքը դե շատ լավն էր, գոլ դաժե չէին ուտում, բայց մեկը որակապես լավը չէր, մրցակիցներն էլ թույլ էին, բայց վերջին շրջանում Պորտուգալիայի հավաքականը նաև հենց Մարտինեսի շնորհիվ է շատ փոխվել։ Ես օրինակ հիշեմ ազգերի լիգան, որը հաղթեց Պորտուգալիան,
Գներես, մի հատ Մարտինեսի թեման որ բացում ես, Մարտինեսը հատուկ ուշադրություն է դարձնում Քրիշտիանու Ռոնալդուին ու անկախ նրանից ինչ մարզավիճակում են մյուս հարցակվողները, Ռոնալդուն խաղում է մեկնարկային կազմին։ Սա ճիշտ է, ինչով է ճիշտ հիմնավորի։ Որովհետև Ռոնալդուն արժանացել է մեկնարկային կազմում խաղալուն տարիների ընթացքում պատմությամբ, բայց այդ հիմնավորում չի, ասա Պորտուգալիայի հավաքականի։ Ինչ ես կարծում, օրինակ Դավիթ Վիլյանը կարող է կանչել Իսպանիայի հավաքական Դե Լա Ֆուենտեն։ Ես օրինակ վերջին ընկերական խաղն եմ, ես չեմ ասում որ Ռոնալդուն չպետք է հրավիրվեր, բայց 41 տարեկան Ռոնալդուն միայն անունի պատճառով անընդհատ ու անդադար խաղալ Չէ, մի վարքյան, մենականունը չի, բայց եթե կա անհրաժեշտություն, պետք է չլինի մեկնարկային կազմում։ Բայց կա այդ անհրաժեշտություն։ Ես հիմա կներես Արտուշ, ասա մի կենտրոնական արձակվող պորտուգալացի, որը Չէ, մի վարքյան, ես հարցին այսպես պատասխանեմ, Ռոնալդուի հետ, մի վարքյան, Ռոնալդուի հետ Պորտուգալիան, ասա մեկի, Ռոնալդուի հետ Պորտուգալիայի հավաքականը հարցակման գծում, կոնկրետ վերջին շրջանում, շատ ավելի քառակուսի ֆուտբոլ է ցուցադրում, քան օրինակ Գոնսալո Ռամոշի կամ Գեդեշի հետ։ 2-3 օր առաջ Չիլիի հավաքականի հետ էին խաղում։ Եթե դիտել ես այդ խաղը, Ռոնալդուն կոնկրետ հարցակման գծում եւ տեղաշարժերով եւ դիրքի ընտրությամբ համարյա ոչինչ չկարողացավ անել։ Փոխարինում կատրեց Մարտինեսը, Գոնսալո Գեդեշը, ուղղակի ակնթարթում արագ կողմնորոշվելով գոլ խփեց։ Մեկ խաղ չի, այդ խնդիրը միշտ է եղել ու անկախ նրանից դու սիրում ես Ռոնալդուին թե չէ, այդ խնդիրը միշտ եղել է։ 90 րոպե բոլոր խաղերին։ 90 րոպե որ պիտի խաղա։ Հնարավոր է խոսքի։ Լավ, ուրիշ բան ասեմ, կներես, Պորտուգալիայի հավաքականը հիմա ասա։ Ռուինացա։ Լուրում ենք։ Ռոնալդուն էլի եմ կրկնում, որ արժանացել է մեկնարկային կազմում խաղալու Պորտուգալիայի հավաքականի։ Մենք չենք ասում այդպես չի, բայց ճիշտ է նշանակում, որ պիտի 90 րոպե խաղա։ Հիմա հնարավոր է լինեն խաղեր, որ նույնիսկ պայստայիններից սկսի, բայց երկրորդ խաղակեսում կարողանա հարց լուծել։ Ես հիմա չեմ տենում նույն Գոնսալո Ռամոշին, որը կարա ավելի շատ օգուտ տա, քան Ռոնալդուն, չեմ տենում նույն Գեդեշին, որը կարա ավելի շատ օգուտ տա խաղադաշտում, քան Ռոնալդուն։ Հա, Ռոնալդուն 41 տարեկան է, շատ ունակություններ կորցրել է, թեկուզ մի փոքր դանդաղ է շարժվում խաղադաշտում, բայց նույն Չիլիի դեմ խաղը, որ դու հիշում ես, Ռոնալդուն մի քանի հատ գոլային հնարավորություն ունեցավ։ Ճիշտ է, այդ հնարավորությունները չօգտագործեց, նաև մի հատ գոլ խփեց, որը խաղից դուրս վիճակից էր, բայց ամեն դեպքում իր պահերը ունեցավ։ Ռոնալդուն կարա յուրաքանչյուր պահի հարց լուծի ու կապ չունի այդ իսկ եթե օրինակ Պորտուգալիայի հավաքականը աշխարհի չեմպիոն դառնա, երբ Ռոնալդուն ավարտած լինի կարիերան, այդ ստվեր կգցի Քրիշտիանոյի կարիերայի վրա։ Ռոնալդոյի բախտը գիտես ինչում չի բերել, երբ Պորտուգալիայի հավաքականը 2 պիկ է ունեցել։ Սկզբնական շրջանում Ռոնալդուն շատ ջահել էր ու դեռ չհասունացած։ Իսկ երկրորդ պիկի ժամանակ էլ արդեն շատ մեծ էր։ Դու պատկերացնում ես Պորտուգալիայի հավաքականը, այս հավաքականը։ Մի հատ էլ է պիկ ունեցել եւ Քրիշտիանոն չկար։ Դու կարծում ես որ ստվեր կգցի։ Ես բացատրեմ ինչու։ Ժամանակները չեմ մտնում Ռոնալդուն խաղում ժամանակը Իրանից մի քիչ առաջ հասկացա։ Ստվերելու է։ Այո։ Ես բացատրեմ ինչու։ Դες քիչ առաջ չէ դե Ես սպասեք, օգնեմ քիչ ելի առաջ հարց։ Էդմոնը օրինակ էր բերում, որ թիմը համախմբված էր Մեսսիի շուրջ։ Ես նույնը չեմ տեսել Պորտուգալիայի։ Այս տարի կտենաս։ Տեսել ես Պորտուգալացիների հայտարարությունները։ Ես ասում Էդմոն չեմ ասում չի լինելու, Էդմոն չեմ ասում չի լինելու։ Մարշչական չեմ ասում չի լինելու։ Սխալեր նախորդ մյալում։ Էդմոն չեմ ասում չի լինելու նման բան։ Ասեմ միջև հիմա ես դա չեմ տեսել, սպասի։ Բայց մի վարքյան էլի այս երկխոսությանը եք վերածում, սպասի։ Ես մի հատ իմ միտքս Էդմոն հիմա դու թույլ ես տալիս միջև վերջ ասի, ասա խնդրեմ։ Ես կարծում եմ, որ Էդմոնի ասած օրինակով, որ Արգենտինան համախմբվել էր մեկ ֆուտբոլիստի շուրջ դա Մեսսին էր, դա նաև մշակույթ ստեղծեց Արգենտինայի հավաքականում։ Ես չեմ զարմանա, որ Մեսսի կարիերայի ավարտից հետո Արգենտինան նորից հաղթի աշխարհի առաջնությունը, որովհետև այդ փոխանցվում է մեկը մյուսին ֆուտբոլային մշակույթը։ Իսկ եթե չափում ենք այն ժամանակահատվածով, ինչ երիտասարդ պորտուգալացիները տեսել են Քրիշտիանոյից, իրանք շատ տեսել են ավելի էգոիստ գործողություններ։ Օրինակ, գոլը հաշվել են Բրունո Ֆերնանդեսի օգտին, խնդրում եմ, դու այդ վիդեոն ինչև վերջ նայել ես։ Դու այդ վիդեոն ինչև վերջ նայել ես։ Սպասի։ Ինձ հիշացրեք, երբ էր նախորդ մունդիալի եզրափակիչի օրը հիշում եք, դեկտեմբերի քանիսին։ 18-ին, դեկտեմբերի 18-ին։ 18-ին, 2000
22 թվականի դեկտեմբերի 19-ը մեջբերում եմ Հայկ Հովհաննիսյանի խոսքերը։ Նույնիսկ եթե Մեսսին չհաղթեր աշխարհի գավաթը, դա ոչինչ չի փոխում նա պատմության միանշանակ դա չի քննարկվում։ Հիմա լավագույն ֆուտբոլիստին չեն քննարկում։ ստացվում է որ Մեսսին որ չհաղթեր էլ միևնույնն է լավագույնն էր, բայց որ Ռոնալդոից հետո Պորտուգալիան հաղթի, դա ստվերելու է իր կարիերան։ Լավ, հիմա եկեք այս թեման այս հավերժ վիճաբանությունը դու տեղ կապես, որ կապ չունի իրար հետ, խիպի պետքա ստվեր գցի իր կարիերայի վրա։ Բայց ես ասում եմ ինչի, որովհետեւ մշակույթ է ինքը ստեղծել։ Մարդը մշակույթ է ստեղծել իր հավաքականի հետաքրքրությունների համար։ Չէ, նոր հիմնավորում եմ։ Թիմը հաղթում է 6-1, ինքը սկանդալ է սարքում իր քրերի միջոցով։ 6-1։ Երբ որ Շվեյցարիային հաղթեցին 1-8 եզրափակիչում, դրանից հետո Պորտուգալիայում այնպիսի ջրհեղեղ էր Լիսաբոնում, որը խորտակել է կամ ինչ-որ ես հենց այս բանավեճի ժամանակ էլ ուզում եմ դիմել հեռուստադիտողին, մեզ դիտողներին։ YouTube-յան ալիքի մեզ դիտողներին եւ բոլորին։ Մի պահ փակեք ձեր աչքերը, մեդիտացիայի ժամն է։ Տեղափոխվեք 2006 թվական։ Հիշեք 18-ամյա Մեսսիին ու 21-ամյա Ռոնալդոին։ Անցել է 20 տարի, այսինքն 2 տասնամյակ։ Մենք այդ ֆուտբոլիստները մեր մանկությունն են, պատանեկությունը, հասունությունը։ Բայց չես ուզում չէ ծերությունը։ Մենք իրանց պատճառով կամ համար կռվել ենք դպրոցում, բակում, աշխատավայրում ու փորձել ենք ապացուցել անապացուցելին, ով է լավագույնը։ Ես խորհուրդ եմ տալի մոռանալ գոնե այս վերջին ակորդում, այսինքն ես հիմա ասեմ Մեսսի թե Կրիստիանո չես ասելու Մեսսի։ Իհարկե ոչ։ Դու միշտ ես ասել Մեսսի։ Առաջին անգամ ես առաջարկում եմ այս վերջին ակորդում չդնել բանավեճի ով է ավելի լավը, ավելի ուժեղ։ Այս երկու ֆուտբոլիստները փոխել են։ Դու բացեցիր թեման։ Խորհուրդ եմ տալիս։ Լավ, կարելի է։ Պատճառը հետևանքային կապը լրիվ ուրիշ է։ Այս թեման եկեք ես եմ եզրափակում, էլ ոչ մի բան չեք ասում այս թեմայով, թեման շատ ենք էլի ծավալում։ Նայեք, իմ կարծիքով այս ֆուտբոլիստների տարբերությունը հենց հիմա հետևյալում է, որ Արգենտինայի հավաքականում ինչքան էլ ես մյուս ֆուտբոլիստերին գնահատեմ, չկա ֆուտբոլիստ, որ որակով, մակարդակով, առաջատարությամբ Մեսսիի հետ համեմատվի։ Հետևաբար անգամ այս տարիքում իմ կարծիքով Արգենտինայի հավաքականում Մեսսիի դերը շատ մեծ է լինելու։ Իսկ Պորտուգալիայի հավաքականում հիմա կան առնվազն մի քանի այլ ֆուտբոլիստներ, որոնք իրենց դերով, առաջատարությամբ կարող են, այո, Բրունո Ֆերնանդեսն լրացնել Ռոնալդոյի բացակայությունը մեկնարկային կազմում։ Իսկ ես Արգենտինայում այդ խնդրի լուծումը չեմ տեսնում։ Իսկ ինչ էիր հարցնում մի հատ։ Մեսսի թե Ռոնալդո։ Հա։ Եվ Մեսսի։ Ես գիտեի որ Մեսսի է, սարմանում եմ ինչս ասում։ Խնդիրը գիտեք որն է, որ միշտ չնայած այդ տրամաբանականը, որ Ռոնալդոն միշտ ուշադրության կենտրոնում է, էլի հետ դառնանք նախորդ մունդիալին, դու որ այդ Բրունոյի բանն ես ասում եմ, որ ասում։ Դե լավ, Շվեյցարիայի օրինակն եմ բերում։ Գիտես որ ճիշտ է։ Այդ վիդեոն որ մինչև վերջն է, այդ արտահայտությունը ինքը Բրունոյին է անում, հետո այդ գրկում է, շնորհավորում է այդ գոլի համար։ Նույն Շվեյցարիայի հավաքականի այդ խաղից հետո Գոնսալո Ռամուշն է հարցազրույց տվել, ասում է, խաղից հետո կես ժամ Ռոնալդոն իմ հետ առանձնազրույց է ունեցել ու շնորհավորել է այդ հետրիկի կապակցությամբ ու էլի կարևոր խորհուրդներ ա տվել, թե ոնց պիտի հաջորդ խաղերում հանդես գամ։ Այդ օրինակները խի չես բերում, որովհետև չես ուզում տենաս։ Ես չեմ լսել այդ բանը։ Այդ օրինակները հեռուստադիտողները, YouTube-յան դիտողները կբացեն, կկարդան, կհասկանան։ Հիմա մենք խոսում ենք Մեսսիից, խոսում ենք Ռոնալդոից։ Մի հատ ուրիշ հանճարեղ ֆուտբոլիստ էլ կա, որ իր վերջի պարն է։ Նեյմարից ու Բրազիլիայի հավաքականից էլ եկեք մի քիչ խոսանք, որտեվ Նեյմարն ու Բրազիլիան այդ Ես մտածեցի Մոդրիչի հետ էս վերջի բառը։ Ես խորվաթներից շատ բան չեմ սպասում, այդ է պատճառը, կարծեմ 2 օր առաջ մեկնաբանում է Խորվաթիայի հավաքականի խաղ, շատ թույլ հավաքական է դա։ Բայց ես կիսեզրափակի չեն հասնելու։ Նեյմարից խոսի։ Նեյմարը ֆենոմենալ տաղանդ է։ Չգիտեմ թե աշխատասեր չէ, вообще չէ։ Вообще չէ։ Բրազիլիայի հավաքականին այսպիսի կասկածանքով եմ մի փոքր վերաբերվում, գիտես, շատ լավ անհատներ ունի, շատ լավ, բայց ես չեմ տեսնում թիմային խաղ ու հուսով եմ դա կտեսնենք արդեն մունդիալի ժամանակ, բայց այսպես 5 չեմ տեսնում, որ թիմային դառնա, որովհետև միևնույնն է սա անհատներ են։ Իհարկե Անչելոտին կարող է բոլորին միավորել մեկ գաղափարի շուրջ, ասի գոնե 1 ամիս բոլորի համար խաղացեք, դա կարող է օգնել, բայց նորից վերադառնալով իմ ասած օրինակին, 1-16 եզրափակիչից դու անընդհատ առանց այդպես ենթադրենք ոչ թիմային խաղով, որում անհատները շատ մեծ դեր ունեն։ Արդյոք կարող ես բոլոր մրցակիցներին հաղթել այդպես։
Դու հիշի 2002-ի Բրազիլիա հավաքականը, որ չեմպիոն դարձավ։ Այդտեղ Այնտեղ արժևի թիմային 3 խաղացողները սուպեր տաղանդներ էին։ Rivaldo, Յուրաքանչյուրը մի քանի անգամ ուժեղ քանի մի խաղացողներ, բայց մյուսները այնպիսի թիմային աշխատանք էին կատարում այդ 3-ի շուրջ։ Յուրաքանչյուրը իր դերը գիտեր եւ կարողանում էր Rivaldo, Ronaldo, Ronaldinho երեքով Ֆրանսիայի հետ արժևի գծում սուպեր աստղեր են սուպեր մարզավիճակում։ Ես այստեղ տեսնում եմ խնդիր միջին գծում։ Պաշտպաններն են լավը, դարպասապահն էլ է լավը, բայց մենք սովոր ենք, չէ, որ միջին գծի ուժեղ լինելը սովորաբար ավելի կարևոր է լինում, քան նման ուժեղ հարձակվողներ ունենալ։ Նույն Պորտուգալիան Վիտինյա, Նևեշ, Բրունո, Բերնարդո, Ֆրանսիան ավելի ուժեղ է, քան Բրազիլիան։ Պորտուգալիայի հարձակման գիծը այդքան ուժեղ չի, ինչքան Ֆրանսիայի, բայց կիսապաշտպանությունով գերազանցում է, ու տեղ կա տարբերություն լինի։ Այս հարցը Իսպանիան է ֆավորիտ։ Հայկ, այս հարցը եկեք այսպես ձևակերպենք։ Ձեր կարծիքով այս պայդրությամբ աշխարհի առաջնությանը մասնակցող թիմերի մեջ որ երկու թիմերն են, որ կազմով ամենաուժեղն են։ Անհատներով։ Հա, բնականաբար կազմերն ենք համատում զուտ անհատներով, ֆուտբոլիստներով։ Դե առաջինը Ֆրանսիան։ Երկրորդն էլ ասա։ Պորտուգալիան։ Քո տարբերակը։ Ես էլ նույն հավաքականները կասեմ Ֆրանսիա, Պորտուգալիա։ Հա։ Ֆրանսիա։ Անհատներով ամեն դեպքում։ Չէ, Իսպանիան իմ կարծիքով երկրորդը։ Դե անհատները։ Դե քո տարբերակը, դու քո տարբերակը կասես։ Համատենք։ Հա, համեմատենք։ Ում հետ։ Հենց հիմա Պորտուգալիայի։ Պարզապես պետք է որոշեք թե ով է։ Ես Իսպանիան համատում ենք ուժեղ։ Իվարկյան Իսպանիանում հետ ենք համատում, արի։ Իսպանիան Ֆրանսիայի։ Չէ, Իսպանիան Պորտուգալիա։ Իսպանիան Պորտուգալիա, հա։ Ֆրանսիան դիպված է բոլորիս համար, որ ինքը կա։ Դարպասապահի Իսպանիայի հիմնական դարպասապահ։ Երևի Հետո մենք իրավունք ենք վերապահում, որոշենք թե ով է։ Ունայ Սիմոնը։ Ունայ Սիմոնն է խաղացել։ Չէ, մենք ենք որոշում։ Ռայա։ Ահա, Ռայա Թե Կոստա։ Չէ, Ռայային կընտրեմ, բայց ասեմ որ Կոշտան շատ թերագնահատված դարպասապահ, ուղղակի Պորտուգալիա մնացել, դրա համար իրեն մասը Լավ, Նունո Մենդեշ Կուկուրելիա։ Նունո Մենդեշ։ Հա, Միանշան։ Կանսելու թե Պեդրո Պորո։ Կանսելու։ Պետրո Պորո։ Կանսելու ինձ համար։ Ես չեմ կարծում Պետրո Պորոն խաղա, բայց լավ։ Կանսելու։ Ով խաղա։ Օրինակ Էրի Գարսիան։ Լավ Լյորենտեն կամ Էրի Գարսիան։ Չգիտեմ, Էրի Գարսիան մեկնարկային կազմում չի ֆուտբոլիստա։ Կանսելուն ուղղակի նայ որակները բայց հավաքականում ոչ ստաբիլ չի, ստաբիլ է։ Հավաքականում ավելի կայուն է, միշտ։ Լավ, հետո համատեք։ Կուբարսի թե Ռուբեն Դիաշ։ Իհարկե Կուբարսի։ Ռուբեն Դիաշ։ Արտուր։ Ռուբեն Դիաշ։ Ռուբեն Դիաշ։ Վերջին Դա դուրսների, իհարկե բայց Կուբարսին մյուս կենտրոն պաշտպան չէ, է չէ, Կուբարսին աջ կենտրոնական պաշտպանն է։ Ձախից Ռուբեն Դիաշը ձախ։ Ինասիու թե Լապորտ։ Ինասիոն վաղ։ Դե լավ էլի։ Խիլի ապորտոր։ Գոնե տեղ Էրի Գարսիային դիր։ Ես ասում եմ Լապորտ հաշվի առնելով թե ոնց է Հաշվի առնելով, որ տրամադրված խաղալ է։ Դելաֆուենտեն։ Չէ, մենք չգիտենք ոնց է Ինձ տրամադրել։ թվում է որ Ես Լապորտն է Ինասիո ամեն խաղում։ դեպքում Ինասիո կընտրեմ։ Լապորտ։ Այկան Պետք է Դիաշը Կուբարսից ուժեղել, Ինասիոն էլ Լավ, շատ ենք մարացնում թեման։ Կիսապաշտպանության գծով եկեք Ռոդրի, համատենք։ եկեք կիսապաշտպանությունը ընդհանուր համատենք։ Նևեշ, Ռոդրի, Նևեշ, Վիտինյա, Բրունո, Պեդրի, Ռոդրի եւ ով Ֆաբիան Ռուիս։ Այդ երրորդը շատ բան է փոխում։ Պորտուգալիա։ Չէ, առանձին էլ եթե համեմատենք հենց հիմա, առանձին Դե արի առանձին ներկա առանձին։ մարզավիճակով առանձին Ռոդրի թե Վիտինյա։ Վիտինյա։ Նևեշ թե Պեդրի։ Իրոք է, բայց դու առանձին չհամեմատեցիր, երբ որ Կուբարսի մասին էր խոսքը։ Առանձին համեմատեցինք։ Չէ, մարզավիճակը չհամեմատեցիր։ Դու ասացիր ընդհանրապես։ Լավ, ընդհանուր կիսապաշտպանության գծում հաղթում է Պորտուգալիան։ Երևի այստեղ վիճելը շատ առանձին կա։ Պետին աշխարհի լավագույն կիսապաշտպանը ով է Չէ, հաղթում բայց մի իրան։ վարքյան, այս մարդիկ Ով է հաղթում Վիտինյան Պեդրիին? ուժեղ։ Բրունոն հաշվում։ Վիտինյա եւ Վիտինյան Նևեշ։ հաղթում է, Ժողովնևեշը հաղթում է։ Ով է Ռոդրի լավ հաղթում վիճակում չի։ Պետին։ Բոլորը։ Չէ, ընդհանուր գիծն ենք ասում։ Ռոդրին լավ, այն մեր իմացած Ռոդրին Չէ, չի։ իվարկե Ռոդրի մարզավիճակը վերջի Հա, խաղը շատ լավ է, խաղը։ մարզավիճակով է Պեդրին էլ որոշ- Ռոդրին էլ վերջի խաղերը տեսել եք հաստատ, ինչ են արել։ Շատ Լավ է լավ է։ խաղացել։ Հա, Ինչն է Պետին լավ հավաքել է խաղացել։ վերջապես Երբ մարզավիճակը։ հավաքի Բայց վերջի խաղը Լավ, եկեք մեծամասնությամբ որոշենք։ Ինձ թվում է Պորտուգալիա։ Դու Պորտուգալիա, Հայկո ասածը կարևոր չի։ Հարցակման գծին ենք հիմա վերադառնում։ Ով է աչից խաղալու Բեռնարդուն թե Յամալը։ Նետուն։ Դե Յամալ, այդտեղ Յամալ մի։ Այդտեղ Յամալը հաղթում է մի դիրքում հաստատ։ Հիմա չկա Այն մյուս ֆուտբոլ դիրքերում ստացվում, եկեք չհամատենք, ինձ թվում է։ Դե ինչ Ֆերրան Տորեսին ես համատել Չէ, Նիկո Ռոնալդոյի հետ։ Վիլյամսին։ Օյարսաբալին։ Նիկո Ռաֆալեաու։ Ինձ թվում է Ռաֆալեաու։ Չէ, Ռաֆան Չէ, ինձ իվարկե, թվում է։ ուղղակի Նիկոն գիտի ինչպես խաղալ Իսպանիայի հավաքականում։ Եկեք գիտեք ինչ հավաքականներից խոսենք։ Երկու հավաքական կա Անգլիա, Գերմանիա։ Մենք ամեն աշխարհի առաջնության ժամանակ, երբ որ խոսում ենք ֆավորիտներից, այս թիմերը Ես ուզում շարքում եմ են։ սկսել Մենք Գերմանիայից։ Անգլիայից ու Գերմանիայից չենք Գիտես խոսում։ եմ ուզում սկսել Ինչի՞։ Գերմանիայից։
էլի հետ գնանք աշխարհի առաջնության ասոցիացիաներին։ Գերմանիա Klose, Գերմանիա Müller, նաև մյուս Müller-ը։ Հիմա ով է Գերմանիայի գոլահարը։ Հավերցը որպես Դենիս Ունդավը թե Կայ Հավերցը։ Չէ, բայց Դենիս Ունդավը իսկապես գոլահար է, այս Գերմանիայի Դենիս Ունդավը հավաքականը։ կարա գոլահար լինի Շտուտգարտում ու ընդհանրապես այդքանը։ Դենիս Ունդավը երբևէ չի կարա գոլահար լինի Բունդեսլիգայում։ իսկ Հավերցը խնդիր չունի թոփ մրցաշարերում փայլելու հարցում։ Թոփ խաղերում նաև։ Ինձ թվում է Գերմանիայի երկու հավաքականը։ եզրափակիչում, Չեմպիոնս լիգա երկու մեծ սպասելիքներ չունեմ իրականում։ Ես մունդիալում էլ չունեմ։ Գերմանիայից ես էլ չունեմ, դրա համար եկեք Գերմանիայից քիչ խոսանք։ Մի հատ հավաքական կա, որ ասում են ամեն անգամ շատ լուրջ է եւ շատ տխուր է Անգլիայի հավաքականից։ Հիմա ինչ պետք է լինի, որ այս հավաքական աշխարհի չեմպիոն։ Արմեն, քեզ մի հատ հարց տամ, ինչև է հարց տամ Արմենին։ Southgate թե Deschamps, դու ես ավելի շատ ատե։ Southgate-ին ատել են, որովհետև Անգլիայի հավաքականի մի քանի ֆանտաստիկ սերունդ ուղակի զրոյացրել է, չնվաճելով, Դեշամին արդարացնում եմ, զուտ գոնե մի հատ աշխարհի առաջնություն։ Այսինքն դու սեկա որ Պետրոսն է, էլի։ Խաղ դրվեց Նիկո։ Նայ, ես մեկնաբանել եմ այդ մունդիալը, երբ որ Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիայի հավաքականը անգամ Ավստրալիայի հավաքականի հետ խաղում լուրջ խնդիրներ ուներ։ Ֆրանսիայի հավաքականի վիճակագրությունը, օրվա վիճակագրությունը։ Էդմոն օրվա վիճակագրությունը։ Ֆրանսիայի հավաքականը աշխարհի չեմպիոն է դարձել ամբողջ մրցաշարում միջինում գնդակին տիրելով 49%։ Բայց կազմը դու պատկերացնում ես։ Ոչ մի թիմի հետ հա, ավելի շատ։ Միջինում ավելի շատ գնդակով չի եղած, որ պարտադիր պետք է ավելի շատ։ Ոչ միտեղ, աշխարհի առաջնություն այն ֆորմատն է, որ դու կարող ես, ես նույնպես, ես անգամ, որ խաղի որակը ամեն ինչից բարձր եմ դասում, այսինքն արդյունքին հավասար, բայց ցանկալի է, որ լավ որակով հասնես այդ արդյունքին։ Դե Անգլիայից ենք խոսում, աշխարհի առաջնության ժամանակ որակը էական չի։ Մա Տուխելը որ եկել է շատ է փոխվել Անգլիայի խաղը։ Ես օրինակ նայել եմ Անդորայի հավաքականի հետ խաղը, որտեղ 1-0 հաղթեցին կամ ոչ ոքի վերջացավ, խայտարակություն էր։ Ու այդ որակը դեռ կա։ Ախր ուժեղ թիմերի հետ էլ Անգլիան լավ ֆուտբոլ չի խաղում։ Ճիշտ ասում, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մեկնարկային 20 րոպեները ֆանտաստիկ խաղաց Անգլիայի հավաքականը ու երևում էր, որ ավելացնելու տեղ ունի։ Փոփոխություն ա տեղի ունեցել։ Անգլիայի հավաքականից ես սպասելիքներ ունեմ, հատկապես Տուխելից սպասելիքներ ունեմ, ճիշտ է, ինքը մի քիչ մեղմ եմ ասում, բայց վատ բնավորությամբ անձնավորություն է, որպես մարզիչ։ Մխիթարյանը ընդհանրապես համաձայն չի քո հետ։ Ասում ամեն ինչով ինձ օգնել է։ Դե ամենայն դեպս կարա վատ բնավորություն ունեցող մարդը օգնել։ Չի կարող մի ֆուտբոլիստի համար լավ լինի, մյուսի համար վատ լինի։ Եկեք գիտեք, երկու հատ լավ թեմա բացեմ։ Բայց Տուխելից ասեմ, Տուխելը գիտես ինչ ա արել, հեսա կասես։ Տուխելը արել է երկու բան։ Եթե հանկարծ չասեմ, լավ, եթե Անգլիայի հավաքականը հաղթում է աշխարհի առաջնությունը, Տուխելը դառնում է հերոս, որ Չելսիի հետ էլ ժամանակ գոռալու է բոլոր տեղերում, ես չտարա Պալմեր, Տրենտ, Ֆոդեն, ես դարձա ու կասի ես Անգլիա, չէ, ես գերմանացի լինելով Անգլիայի հավաքականի դարձա Թոմաս Տուխել։ Բայց եթե չի դառնում կամ ձախողվում է ավելի շուտ է դուրս մնում մրցաշարից, ինքը գիտակցում է, որ շատ լուրջ ճնշման տակ է լինելու, բոլորը արդեն այդ վաղ ասելու են, տես դու չտարար SS ֆուտբոլիստերին եւ դու դրա համար ձախողվեցիր։ Շատ լուրջ ֆուտբոլիստներ չտարար։ Հա կարան լինեն ֆուտբոլիստներ, որոնք լավ մարզավիճակում չեն, բայց նրանց կարգը նման կարճ մրցաշարերում կարա որոշիչ լինի։ Ես այդ հարցում միայն Տրենտի վերաբերյալ եմ համաձայն, որ պետք է տաներ, որովհետեւ թիմի խաղը կարող է չստացվել, Տրենտը մեկ փոխանցումով ամեն ինչ կարող է փոխել։ Պալմերին փոխելու տարբերակներ միևնույն է պլյուս մինուս կունենա, Ֆոդենին կունենա, բայց Տրենտի պես իմ կարծիքով Դանի Ալվեսի ժամանակներից հետո լավագույն աճ պաշտպան։ Լավ, Անգլիայի մաքսիմումը ո՞րն է, Անգլիայի մաքսիմումը ո՞րն է։ Եզրափակիչ։ Հա, ես չեմ սպասում իրաց եզրափակիչում։ Չէ, հաղթել կարելի, ուզում եմ եզրափակիչ կհասնի։ Կարա լինի։ Կարա հասնի։ Հիմա 5 թիմի անուն կարանք տանք, որ մինչև եզրափակիչ կարան հասնել։ Եկեք անհավանական եզրափակիչ։ Ինչքան է փոխվել ու ինչքան սխալ տպավորություններ ա գալիս, օրինակ Southgate-ին այդքան դու էլ ես չեմ մեղադրում, շատերն են մեղադրում։ Ախորդ Եվրոյից հետո չմեղադրեմ։ Վատ չխաղացին, բայց եզրափակիչ ասեն, մրցեցին Իսպանիայի հավաքականի հետ, որը Բայց ֆուտբոլ դու տեսար, ֆուտբոլ կա այնտեղ։ Չունի։ Ոնց կապ Այս չունի։ դեպքում ես համաձայն եմ, կապ չունի։ Այսպիսի կարճ մրցաշարում, որը 3-4 շաբաթ է կարող է տևել, Նույնը երկու հատ Եվրոյի ֆինալ է հանել, երկու հատ Եվրոյի ֆինալ է հանել Southgate-ը։ Տեսեք, բայց երկու դեպքում էլ մենք ուշադրություն չենք դարձնում նրան, որ մրցակիցն էլ է, չէ՞, շատ ուժեղ որ ասել է եզրափակիչ, այսինքն Անգլիայի հավաքականը ինչքան էլ ուժեղ կազմ ունենա, մեկը մրցում է առնվազն իրան հավասար թիմի հետ ու պարտվել է, չեմ կարծում, որ պետք է համարել այտենց մենք միշտ ասում ենք, որ օրինակ էլի Ֆրանսիայի օրինակով կամ յուրաքանչյուր X հավաքական
պրագմատիկա թույլ է, բայց հաշվի չենք առնում, որ սա ակումբային ֆուտբոլ չի։ Այդ մարզիչները ամեն օր չեն աշխատում։ Այդ ֆուտբոլիստները տարբեր փիլիսոփայություն ու խաղաոճ ունեցող թիմերից գալիս են, հավաքվում են, կարճ ժամանակահատվածում պիտի խաղաղացվածության մակարդակ բարելավեն եւ այլն եւ այլն։ Դրա համար էլ հիմա որակյալ նաեւ մարզիչների պակաս կա միջազգային ֆուտբոլում։ Եթե այս մունդիալից կոնկրետ խոսանք, երիտասարդ, լավ, մեր իմացած top հավաքականների մեջ Յուլիան Նագելսմանին հանում են, կա շատ փորձառու Կարլո Անչելոտի, որը հələ չգիտեն ինչ կանի Բրազիլիայում, դեք անցեք մյուս հավաքականներով, տեսեք ովքեր են։ Իմ կարծիքով երկար ժամանակ աշխարհի Ռոբերտո Մարտինեսն էլ շատ լավ մարզիչ է։ Բայց Ռոբերտո Մարտինես, տես, Տուխելը օրինակ ակումբային ֆուտբոլում ցույց է տվել ինքը ով է։ Մարտինեսը տես չի արել։ Մի վարքյան Դելա Ֆուենտեն ինչ-որ բան ցույց էր։ Դելա Ֆուենտեն լրիվ ուրիշ պատմում։ Դելա Ֆուենտեն իսպանական ֆուտբոլի երիտասարդական հիմքերում ա եղել, բոլորին ճանաչում է։ է։ Մի վարքյան, օրինակ նույն Մարտինեսի մասին որ խոսեցիր, շատ եք թերագնահատում Ռոբերտո Մարտինեսին։ Շատ եք թերագնահատում, հա, Պորտուգալիայի հավաքականը հետաքրքիր, շատ հետաքրքիր խաղաոճ ունի ու այս մունդիալի ընթացքում դուք նայեք կտենաք։ Մենք հիմա օրինակ հիշում ես Գերմանիայի հավաքականի ու Իսպանիայի հավաքականի որ Պորտուգալիան չեմպիոն դառնա։ Մենք հանգիստ կարող ասենք մեզ պայքարից դուրս թողեց աշխարհի Հայք մի վարքյան էլի։ Բայց գիտես ոնց որ Գերմանիան ժամանակ, չէ, գերական խաղի մասն է։ Մի հատ էլ այս թեմային անդրադառնանք, հետո ինչքան ուզում ես փոխի թեման, որ շատ են, նաև քո կողմից շատ են քննադատությունները, որ Ռոնալդուն խանգարում է Պորտուգալիայի։ Չէ, ես ասում, ես հուսով եմ, տենց բան չի լինի։ Մինչև հիմա տեսածով եմ խաղադաշտում լինելով։ Կտրուկ կարա փոխվի։ Որ խաղադաշտում լինելով Ռոնալդուն խանգարում է Պորտուգալիայի հավաքականին։ Համաձայն ես թե չէ։ Լավանում է թե վատանում։ Ասում եմ խանգարում է թե չէ խաղադաշտում լինելով։ Ես կարծում եմ առանց իրա կարող են ավելի լավ խաղալ։ Իսկ դու դիտել ես ազգերի լիգայի կիսեզրափակիչն ու եզրափակիչը։ Չի նշանակում թե իր հետ չեն կարող լավ top հավաքականներ, որոնք լուրջ են նայում այդ մրցաշարին, քանի որ չէ, դուք շատ երկար եք, այս երկխոսությունը երկար է, ավելի լավ լինեն։ Հայք մի վարքյան հայք։ Ով խաղա իր տեղը որ Էդմոն խաղան։ Էդմոն մի վարքյան թողեք Պորտուգալիային, թողեք այդ թեման։ Խոսում ենք եվրոպական հավաքականների մասին, խոսում ենք լատին ամերիկյան հավաքականների մասին, բոլոր ֆավորիտներին առանձնացրինք։ Աֆրիկայում էլ կան շատ ուժեղ հավաքականներ, եկեք շատ կարճ Աֆրիկայի մասին էլ խոսենք, մի փոքր Ասիայի մասին, ու մարդկանց թույլ տանք գնալ ու արդեն նախապատրաստվել մունդիալին։ Հավաքականների թիվն էլ է շատացել։ Մենք ունեցանք մունդիալ։ Ես հիշում եի 2010-ի մունդիալը Գանայի հաջողություններն ու միաժամանակ նաև այդ պատմական ձախողումը Ասամոագյանի։ Մենք տեսանք տարիներ առաջ մունդիալ, որտեղ աֆրիկյան հավաքականը հասավ կիսաեզրափակիչ պատմության մեջ առաջին անգամ, այսինքն սահմանեց նոր նշաձող։ Հիմա կա շատ մեծ պոտենցիալով Կոտ դ'Իվուարի հավաքական, որի հարցակցությունը Սենեգալի հավաքականն էլ, այո։ Մենք Մարոկոին չենք առանձնացրել։ Եգիպտոսն էլ չէ, Եգիպտոսը թույլ է ինձ, բայց Կոտ դ'Իվուարն էլ շատ ուժեղ է։ Դե դե, ասում եմ, Կոտ դ'Իվուարի շատ ուժեղ է։ Հա, եզրային հարցակությունը Դիոմոնդը, հենց որ ինչի՞ չէ, կարող է այս մրցաշարում էլ ինչ որ այդ հավաքականներից մեկը այդպես սուպեր հեքիաթի հեղինակ դառնա։ Ու մենք ունենք, եթե ասում ես ասիական հավաքականներից խոսանք, ճիշտ ասած ես ասիական ֆուտբոլին շատ չեմ հետևում, բայց միշտ ես տեսնում եմ Ճապոնիայի հավաքականը այտենց հոմանիշա աշխատասիրության։ Ես օրինակ տեսել եմ Հարավային Կորեա, որը հաղթեց Գերմանիայի հավաքականին եւ Գերմանիան դուրս մնաց մունդիալից։ Մենք էլ ենք նախորդ առաջնության ժամանակ։ Այդ ասիական ֆուտբոլի ներկայացուցիչը Հարավային միշտ ամուր հավաքական է։ Բայց եթե ամուրել չասենք, հավաքական, որին լավ, շատ հեշտ չի հաղթելը, հարավային դժվար էլ չի։ Նույնը կարող ենք ասել Ճապոնիայի հավաքականի մասին։ Ելում կարելի է առանձնացնել ասիական թիմերից։ Ես աֆրիկացիներից եմ ավելի մեծ սպասելիքներ ունենում, որովհետև խոսում ենք նաև շոկի մասին։ Իրանք հաստատ հարմարված կլինեն այդ շոկին, գումարած ունեն իսկապես շատ լավ ֆուտբոլիստներ, դիմացք ունեն եւ նորից վերադառնալով այդ իմ ասածին, այդ ֆորմատը, երբ որ պետք է դու օրինակ 1-16 եզրափակիչից սկսած խաղաց դիմացկուն ֆուտբոլ, աֆրիկացիները կարող են հաջողության հասնել, նույն կիսաեզրափակիչը կարող են կրկնել։ Այս թեման փակելուց առաջ աշխարհի առաջնության բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքական եկեք կազմենք, առանձնացնենք ամեն դիրքից մեկ ֆուտբոլիստի եւ վերջում նաեւ որպես ամփոփում այս մունդիալի մեզ համար չեմպիոն թիմին առանձնացնենք։ Բայց արի
ամեն մեկը հերթով ասի դիրքը, Հերթով, այսինքն 4-3-3 չեն քննարկում։ Դարպասապահ դու ես ասում ձախ պաշտպան, կենտրոն պաշտպան, կենտրոն պաշտպան։ Իսկ ես կլինի այն ֆուտբոլիստներին ասեմ, որոնց խաղ տեսել եմ։ Հա, սահմանափակում բացարձակապես չկա։ Իսկ մեկ հարց եւս կա 21-րդ դարի հետ կապված։ Չէ, եկեք բոլոր մեր տեսած ֆուտբոլիստներով։ Դե եթե մեր տեսած ենք ասում 21-րդ դարը ուրեմն ստացվում։ Դե կարող է Հայկը ուրիշ բան տեսել։ Լավ, սկսում ենք։ Զիդան Դու ընտրի Պորտուգալիա հավաքականի բոլոր ֆուտբոլիստերին, մենք խնդիր չենք տեսնում։ Սկսում եմ ես։ Դարպասապահը կլինի Ջանլուիջի Բուֆոնը։ Ձախ պաշտպան Ռոբերտո Կարլոս։ Հիմա աճ պաշտպան չասեմ, կապուղը չեմ տեսել։ Չէ, լավ։ Կենտրոն պաշտպան կասեմ, օրինակ Կարլես Պույոլ։ Ես է պետք է կենտրոն ասեմ։ Կայզեր Բեկենբաուերին ասեմ։ Այ Բեկենբաուերին օրինակ ես մունդիալներից ոնց որ չեմ հիշում, ինչ որ խաղ։ Դե հեղափոխական պաշտպան ա եղել։ Դե ինքը բոլոր ժամանակների լավագույն պաշտպանն է։ Լավ, դու ասա, գիտես ինչ ասա։ Դու ասա ձախ պաշտպան։ Ես կասեմ կենտրոնական պաշտպան։ Ձախ ասելա։ Ձախ Աճ, լավ ես կաֆու կասեմ։ կաֆու ասացիր։ Մի վարքյան, ես պետք է ասեմ կենտրոնական պաշտպան։ կենտրոնական պաշտպան։ Կենտրոնական պաշտպան շատ ուժեղ։ Լիլիան Թյուրամին եկեք ասենք։ Աչա։ Չնայած Աչյանը ավելի շատ կենտրոնական պաշտպան։ Նորից ասել։ Պույոլ ասեմ։ Ասելա։ Պույոլ ասեցի։ Լավ, Բեկենբաուեր ասա։ Բեկենբաուեր։ Դախր չեմ տեսել ես Բեկենբաուերի խաղ։ Լավ, Բեկենբաուեր թող լինի։ Կիսապաշտպանության։ Մարադոնա։ Մարադոնան կիսապաշտպան։ Հատկապես խորհրդանշական հավաքականներում միշտ կիսապաշտպան է ներկայացվում։ Գիտես, արի ես հենակետայինին ասեմ։ Դուք հարցակողական ոչիններ Դե ասեք, ես հենակետային կասեմ։ եւ Հենակետային Լոթար Մատեոս, որովհետեւ մունդիալներում հատկապես Բայց Զիդանին բաց թողեցինք այս հավաքական։ Նոր ասացի Զիդանին ինչի ասեմ։ Այ հարցակման գծում Ասա Զիդանը։ շատ որ ես դաժան, դրում ես մտածում շատ հարցակ։ դաժան։ Ես Մեսսին եմ դնում ցանկացած դիրքում պետք է խաղա Մեսսի, չգիտեմ։ Մբապե։ Մբապե։ Չդնեք, ոնց կանաչ չդնես։ Մի դիրք մնաց այսինքն։ Չէ, Մեսսի, Մբապե, Պելե։ Պելե։ Մարզիչն դու ասա։ Դիդիե Դեշամ, ասա վերջացնենք։ Դիդիե Դեշամ։ Չէ, բայց հիմա ավելի լուրջ։ Ո՞ր մարզիչը։ Հիմա հետ գնա այդ 50-ականներ։ Միխելս։ Ահա։ Հա, գնաց։ Վատ տարբերակ չէր։ Հիմա առանձնացնենք այս մունդիալի գլխավոր ֆավորիտին ու ասենք ով կդառնա չեմպիոն։ Սա շատ անշնորհակալ գործ է։ Ինձ թվում է Ֆրանսիայի հավաքականն է չեմպիոն դառնալու։ Շատ տենց ռիսկային պատասխան եմ տալի, որտեվ կստացվի, որ երրորդ անգամ անընդմեջ պիտի նախահայտնվի եզրափակիչում։ Դեշամին այդքան քննադատեցիք, բայց Ֆրանսիայի հավաքականը։ Չէ, ես կասեմ Պորտուգալիայի հավաքականը, վստահ եմ, որ սպասում եք, որ այդ պատասխանն եմ տալու, բայց էսի ոչ թե նրա համար է, որ ես ուզում եմ, այլ օբյեկտիվորեն եմ մոտենում ու կարծում եմ Պորտուգալիայի հավաքականը այս տարի տարբեր բաներով գերազանցելու է իր բոլոր մրցակիցներին ու վերջապես Ռոնալդոն կբարձրացնի գավաթը գլխավերևում։ Ընդհանրապես երկու հա, հզոր ֆուտբոլային երկիր կա, որ չեմպիոն չի դարձել, Պորտուգալիա, Նիդերլանդներ։ Հետաքրքիր կլինի իսկապես, որ նրանցից մեկը դա։ Նիդերլանդները միշտ լավ է խաղացել։ Եզրափակիչ օրինակ լինի, չէ։ Ես կարծում չեմպիոն կդառնա Իսպանիան։ Իսկ եթե օրինակ Ֆերմին Լոպես Արոշ լինի, ընդհանրապես վստահ կասեի Իսպանիան։ Իրականում դուք առանձնացրիք այն հավաքականներից յուրաքանչյուրին, որ ես կուզեի առանձնացնել, զուտ բազմազանության համար ես շատ կուրախանամ, որ Նեյմարի հետ Բրազիլիայի հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն։ Եկեք նաև ասենք անհավանական եզրափակիչ որն է սպասում, որ մեկը հավանական զույգ, եկեք ամենահավանական։ Չէ, ես չեմ կարող։ Իմ համար ամենապատմական եզրափակիչը լինելու է Արգենտինա, Պորտուգալիան, այդ երևի, չգիտեմ, պատմության մեջ 6-րդ մունդիալն է երկուսի համար։ Չէ, բայց իրանք քառորդ եզրափակիչում Չէ, չեն հանդիպում։ Մինչև եզրափակիչ չեն առաջ հանդիպում։ տեղերով են դուրս գալիս։ Դե լավ, պատմական կլինի այդ եզրափակիչը։ Հա, բայց անհավանական եզրափակիչ։ Անհավանական։ Որ մտածում ես, ինչ մտքովը տասում է կարող այսպեսի եզրափակիչ լինի հանկարծ Անգլիա, Նորվեգիա։ Ահա, լավներ։ Անհավանական, հա։ Կյուրասաուը Պանամա չէ։ Չէ, այդ աստիճան անհավանական։ Դե լավ, Սենեգալ, Մեկը ուժեղ Ճապոնիա։ ասա, գոնե մի թիմը ուժեղ ասա։ Չգիտեմ, անհավանական եզրափակիչ, օրինակ Իտալիային ասա։
Չէ, կարա լինի օրինակ Ճապոնիա, Նիդերլանդներ։ Լավ։ Դիտե տենց խաղ կա խմբային փուլում։ Էտա play-off-ում չեն հանդիպի։ Դու ասա։ Ես զուտ մարշական տեսանկյունից կասեմ, որ այդ երկու թիմերի մարզիչները իմ կողմից շատ գնահատված են։ Ժամանակին երկուսն էլ ասել եմ քեզ։ Չէ, Ավստրիան չէ, Ավստրիան շատ եմ հավանում։ Մի փոքր արագ ավելի ճիշտ։ Պոչետինոյի ու Տուխելի թիմերը ԱՄՆ, Անգլիա եզրափակիչ։ Անհավանական եզրափակիչ։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք ինչպես տեսնում եք, մենք իրականության զգացումը կորցրինք, ֆուտբոլ ֆորումի այս թողարկումը ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։